Այդժամ այլևս մենք ունենք հոգևոր իշխանությունը, որ սրդաբագաս է։ Քրիստոնեությունը չի ձնի իր փափուկ հայտարարություններով, ան կձնի խոնարհ սրդի մեջ, բայց երբ հոգևոր այրերը գտարնան գաշկանտված բյուրոկրատներ, իսկ քաղաքականները գտարնան խիզախ քարոզիչներ հագարակ իրենց պաշտոնի սահմաններուն, հայտնի կլա մեկ բան. Աստված ոչ մեկ ադյան կսպասե, ան կգտնե այն լեզուն, որ պատրաստ է խոսելու իր մասին։ Երբ քաղաքական պատգամավորը սկսի խոսիլ Աստծո օրենքով, իսկ հոգևոր պատգամավորը խոսի գուսակցական շահերով, գիտեք, թե սրբությունը փոխված է։ Եվ երբ մարդիկ սկսին ավելի շատ հավատալ քաղաքականին, քան եկեղեցականին, հասկացեք, որ սա իզոր է լույսի փոխադրության։ Մեր Տերը Քրիստոս ըսավ. «Ձեզ մեջ ով մեծ եղած է, թող ծառա ըլլա»։ Եվ այսօր կտեսնենք մեծեր, որ կծառայեն, եւ ծառաներ, որոնք իշխանություն կպահանջեն։